Լևոն Ռուբինյան, իշխել է 1129-ից 1137 թվականներին, Թորոսի եղբայրը մասնակցել է վերջինիս ձեռնարկումներին։ 1129 թվականին գահընկեց Արեց Կոստանդինին, դարձավ իշխան և ասպատակեց Դանիշմանյանների էմիրության տարածքը։ 1131 թվականին հարավից Ռուբինյանների իշխանության տարածք մտավ Անդիոքի դքսության, իսկ հյուսիսից էլ Դանիշմանյանների էմիրության բանակը, սակայն Լևոնը հասավ նրան, որ Անարզաբայի մոտ հասած Թշամու բանակները ընդհարվեցին։ Խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին, սակայն հետ քաշվեցին նաև Դանիշմանյանները։ 1131 թվականի փետրվարի վերջին Լևոնը բյուզանդական կայսրության բանակից գրավեց Մամեստյան։ 1132 թվականի գարնանը Դանիշմանյանները ասպատակեցին Կիլիկիայի հյուսիսը, Լևոնը պարտավորվեց հարկ վճարել, սակայն որևէ պարտավորություն չկատարեց։ 1133 թվականի մարտին Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Ադանան և Տարսոնը։ 1135 թվականի գարնանը Լևոնը Սարվանդիքարի մոտ հաղթեց Անդիոքի դքսության բանակին և մտավ ամրոց, սակայն շուտով ուխտադրժորեն գերվեց։ Ազատության փոխարեն Լևոնը զիջեց Ադանան, Տարսոնը, Մամեստյան և Սարվանդիքարը։ 1135 թվականի ամռանը Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Սելևկյան, իսկ 1136 թվականի ամռանն էլ առանց լուրջ մարտերի հետ վերցրեց Ադանան, Տարսոնը, Մամեստյան և Սարվանդիքարը։ 1137 թվականի մարտին կայսրության բանակը և Դանիշմանյանները միաժամանակ առաջացան, արդյունքում Անարզաբայում համառ դիմադրության անցած Լևոնը, ինչպես նաև նրա որդիներ Ռուբենը և Թորոսը գերվեցին, Ռուբենը տանջամա արվեց, իսկ Լևոնն էլ չդիմանալով այդ տեսարանին սրտի կաթված ստացավ։ Լևոնի մյուս որդիներ Մլեհն ու Ստեփանեն ապաստանեցին Անդիոքում, որպես Ռուբինյանների իշխանության ղեկավար մնաց դեռևս գերության մեջ գտնվող Թորոսը։